Սարոյանի անխելք մարդ հեքիաթը։ Ժամանակով մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ, թե երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց։ Առաջ բարի մարդ աղբեր, ուր ես գնում, հարցրեց գայլը։ Գնում եմ Աստծո մոտ, պատասխանեց աղքատը։ Դարդ ունեմ ասելու։ Դե որ գնաս Աստծո մոտ, խնդրեց գայլը։ Ասա մի սոված գայլ կա, գիշեր ցերեկ ման է գալիս արուձոր, ուտելու բան չի գտնում, ասա մինչև երբ պետք է սոված մնամ, որ ստեղծել ես, ինչու չես կերակուր հասցնում։ Լավ, ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։ Ուր ես գնում աղբեր, հարցրեց աղջիկը։ Գնում եմ Աստծո մոտ։ Երբ որ Աստծուն տեսնես, աղաչեց սիրուն աղջիկը։ Ասա այսպիսի մի աղջիկ կա, ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ։ Բախտավոր զգալիր են, ինչ պիտի լինի նրա ճարը։ Կասեմ, խոստացավ ճամփորդն ու գնաց։ Պատահեց մի ծառի, թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։ Ուր ես գնում այ ճամփորդ, հարցրեց ծառը։ Գնում եմ Աստծո մոտ։ Դե կանգնիր, մի երկու խոսք էլ ես ասպրեմ, խնդրեց չոր ծառը։ Աստծուն կասես, այս ինչ բան է։ Բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ մեղ չոր եմ մնում, երբ պետք է ես էլ կանաչեմ։ Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։ Այնքան գնաց, մինչև գտավ Աստծուն, մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, արևոր մարդու կերպարանքով նստած էր Աստված։ Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց Աստծու առաջին։ Բարով եկար, պատասխանեց Աստված։ Ինչ ես ուզում։ Էն եմ ուզում, որ ամեն մարդին էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար։ Ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ։ Իսկ շատերը, որ իմ կեսի չափը չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։ Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելիր, ասաց Աստված։ Էլ բան ունեմ ասելու, Տեր, ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։ Բոլորի պատասխանը տվեց, եւ աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։ Դարձի պատահեց չոր ծառի։ Ինձ համար ինչ արած Աստված, հարցրեց չոր ծառը։ Ասաց, քո տակը ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատները հողին հասնի, դու չես կանաչի, պատմեց մարդը։ Էլ ուր ես գնում, արի, ոսկի հանիր էլի, համե քեզ փոքր կլինի, համից դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ Չէ, իր ժամանակ չունեմ, շտապում եմ, պատասխանեց աղքատը, Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, ասաց ու գնաց, հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճանապարհին ասաց, կտրեց, ինձ լուր բերեք ինձ համար, Աստված ասաց, դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այդ ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։ Դե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, թախանձեց աղջիկը ճամփորդին, չէ, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, ասաց աղքատն ու հեռացավ։ Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջ գտել, Աստված ինչ ասեց, աղբեր, Աստծո մոտ գնալիս քեզնից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ պատահեցին, աղջիկը ասպասպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն է, թե աղջկան ասա, իրան համար մի կյանքի ընկեր գտնի, կբախտավորվի, ծառին էլ ասա, թող տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատները հողին հասնեն ու կանաչեն, եկա իրանց պատմեցի, Աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանի ոսկին տար աղջիկներ, թե ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր, ասեցի, չէ, աղբեր, չեմ կարող, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ, իմ բախտը գտնեմ, վայելեմ, իսկ ինձ համար ինչ ասաց Աստված, հարցրեց սոված գայլը, քեզ համար էլ ասաց, սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ գտնես, ուտես կկշտանաս, էլ քեզանից անխելք մարդ որտեղից գտնեմ, որ ուտեմ, ասաց գայլը, կերավ անխելք աղքատին։